Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այսօր պատրաստելու ենք իմ ամենասիրած աղցաններից մեկը եւ իմ ամենասիրած բաղաթիչներով, որը բուրատա բանիրն է, ես շատ եմ սիրում, ու իրականում բուրատա բանիրը մի քանի չափսերով ա լինում, այս աղցանը ավելի լավ է, որ դենց ինչ-որ միջակ չափսի կամ մինի չափսի բուրատա գտնեք, որով ավելի անուշիկ է լինելու, իսկ քույները ես անելու եմ հատուկ ամանորյա կանաչով կարմիր, որը դուք ձեր սեղանների վրա անպայման տնեք եւ ամենը հարցնեն, «Վաու, այս ինչ անուշիկ աղցան է» եւ այլն եւ այս ինչ համով։ Դժվար չէ պատրաստելը, շատ հեշտ է, այնտեղ մի հատ դրեսինգ պետք է պատրաստենք, այսինքն աղցանի սոուս, հացիկը պետք է պատրաստենք, որպեսզի կողքերը տնենք, հացիկն էլ հիմա պետք է առնեմ, կտրատեմ, մի հատ ուղարկեմ ջեռոց, մինչև կարմրի, արդեն մնացած աղցանի բաղաթիչները պետք է անեմ։ Այսօր պատրաստելու ենք բուրատայով աղցան, հատուկ ամանորյա քույներով։ Մեզ պետք է բուրատա բանիրներ, մի հատ պակետ հաց, որպեսզի կարմրացնենք, 1 դուփ արգուլա կամ ռուկոլա, մի քանի հատ դիլ կամ սամիտ եւ մի բաժակ նուր, մի ճաշի գդալ բալսամիկ սոս, 2 ճաշի գդալ պեստո, մի ճաշի գդալ պիստակ, դե իհարկե extra virgin ցիտավտղից հետ, աղ եւ սև բաբեղ։ Հացիկը ուղղակի տենց սլայսներ ենք անելու, այսինքն տենց բարակ շերտեր, որովհետև ես ուզում եմ, երբ որ մենք ուզում ենք այդ աղցանից ուտել կամ օգտվել, որովհետև բուրատան որ սենց փորում ես կամ ինչ-որ սենց փշրվում է, ու այդ ամեն ինչից եւ աղցանից եւ դրեսինգից այդ խրխտան հացիկիդ վրա տնես ու ուտես։ Մտածում եմ, որ արդեն դուք պատկերացրել եք համը։ Այսպես բարակ սլայսներ եմ անելու կամ շերտեր, ու հետո արդեն ուղարկելու եմ ջեռոց։ Բայց անպայման միշտ սլայսների վրա մի թեթև ցիտաբտղից հետ աղ եւ բղբեղ արեք, որովհետեւ երբ որ հետո պետքա տնեք ձեր աղցանը, ավելի համով է լինում։ Հիմա ես այս բոլոր սլայսները անեմ, միանը սկիզբը եւ վերջն է մնալու, այն էլ մեզ կմնա հիշադակ։ Ավելի ճիշտը հետո մենք մեր թիմով կճաշակենք։ Ես այս ամիս ձեր համար հատուկ բաղադրատոմսեր եմ պատրաստել, որպեսզի դուք բոլորը գրի առնեք, սովորեք կամ սեյվ անեք, իրար ուղարկեք, որպեսզի բոլորդ էլ պատրաստեք ձեր ամանորյա սեղանների համար։ Իմիջիալոց ասեմ, եթե կան մարդիկ, որ սիրտ չունեն կիսաֆաբրիկատներ պատրաստելու, այսինքն բլինչիկ, իշլի կուֆտե, ուրիշ տեսակի տենց chicken cutlet եւ այլն, այդ բոլորը կարող եք պատվիրել prepared by շաղիկից, այսինքն մեր ռեստորանից, շաղիկ ռեստորանից, որովհետեւ ես այնքան համով եմ պատրաստում, այնքան տնական, այն մարդիկը, որ ժամանակ չունեն պատրաստելու, կունենան այդպիսի հնարավորություն։ Սո կարող եք զանգահարել ռեստորան եւ պատվիրել։ Անցանք մեր գործին, այդ հացիկները պատրաստեն, սինին մեջ շարում ենք։ Մի քիչ ցետ, մի քիչ իրար եմ մոտեցնում, որ աղ բաբեղ, ջեռոց ենք ուղարկում, իսկ ջեռոցը նախապես տակացրել եմ ու ինքը այնքան էլ պետք չունի, մի 10 րոպեից արդեն լավ խրխտան կկարմրի։ Հիմա աղցանի սոսն եմ ուզում պատրաստեմ, մի կողմ տնեմ, արդեն միջև հացիկները լինի, արդեն մենք կսկսենք մատուցելու process-ը։ Ստեղ ունենք պեստո, ստեղ ունենք աղ բղբեղ, ավելացնում եմ պեստոն, ցիտաբտղից հետ, աղ, բղբեղ, մեկ կաթիլ բալսամիկ, որովհետև ես բալսամիկը հետո էլ եմ տնելու, ուղղակի բայց պեստոյի մեջ ուզում եմ մի կաթիլ լինի։ Ու խառնում ենք։
Արդեն պատկերացնում եմ ես համը։ Մի քիչ հետ ավելացնենք։ Հիմա սոսը պատրաստ է։ Ու անցնենք մեր պիստակին։ Ուզում եմ մանրացնենք, որպեսզի օգտագործենք աղցանին։ Կտրատում ենք։ Իսկ այս աղցանը կարող եք իրականում բանիրներ ավելի մեծ անել, ավելի փոքր, կարող եք 2-3 բանիրով անել, կարող եք 12 բանիրով անել, բայց իր հետաքրքիր մասը, որ այդ ամենավերջում, երբ որ հավաքում ենք, ինքը պետք է առանցին դրվի։ Այսինքն իր գլխավոր պաղացիչն է։ Հիմա մեկ-մեկ բուրաթա ենք ուտում, ինքը մեջտեղով է լինում ու աղցանը ընդհանրապես ուրիշ, բայց եսի այդ աղցանը չէ։ Ասեցի հիշացնեմ։ Okay։ Ավելացում ենք մեր բնակին ու շարունակում ենք։ Մի հատ հավաքում ենք ստեղ, մաքրում ենք սավայով ու գալիս ենք հետ։ Ու չմոռանաք, եթե ինչ-որ կոֆե եք խմում, բան թե եք խմում, գնացեք մի հատ բալկոնից նայեք դուրս, զմայլեք մեր Հայաստանով, ձեր այդ վարակույրները մի կողմ թրեք, եթե անշուշտ իրիսից է ձեր վարակույրները, ու եթե չէ, կարող եք իրենց պատվիրել, որովհետև այնքան լավ տեքստիլ ունին, որ անուշիկ վարակույրներ են անում եւս։ Ես ուզում եմ արդեն սկսել մատուցելու process-ը, որովհետև ինչ որ հետո պետքա հացիկները ծայրերը ավելացնեմ, սո մենք արիթեն օգտվենք, ստեղ ունենք արգուլաները կամ ռուկոլաները։ Պետք է փորձենք անել դենց, որ իրենք դրսում լինեն։ Դե իհարկե, եթե ուզում եք օրինակ 1000-ով անել, նորեն կարելի է։ Ես սիրում եմ այս տեսակի աղցանների հետ արգուլան իրականում։ Ստեղ էլ ունենք 2 հատ։ Էսի դրեցինք։ Հիմա ստեղ կարող ենք դենց անել, որովհետև վերջում հացիկները պետք է մենք իրան ցենց մեջտեղով հավաքելու ենք։ Մի հատ էլ մեջտեղն ենք դրելու։ Երևի էս մեջտեղում կթնամ։ Որ զանգակների անման իրականում։ Այն երկը գիտեք, չէ՞, զանգակներ, սիրուն զանգակներ, իմ ցանես լավը չէ, բայց ուզեցի հիշացնեմ։ Սոսը։ Ես ընդհանրապես սիրում եմ բուրաթան մի թեթև սենց ճեղքել, որպեսզի երբ որ սոսը տնեմ, դենց մեջն էլ գնա։ Ու դենց ամեմեգուն ինչ-որ մի կտալ թնում ենք։ Մի խոսքով այդ անուշիկ սպիդագությունը գեղդոդում ենք։ Դե ինչ անենք։ Համովությունը եւ այդ մեկտեղ չի լինի։ Ավելացում ենք նուրերը։ Այսպես անուշիկ մեր հայկական նուրերը տարածում ենք, այսինքն փոքր դենց ենք անում, որ իրա վրա կանգնի, մի փոքր էլ իրա ներքևում։ Ինքը պետք է ընդհանուր սենց կանաչով կարմիր գույնը ստանանք։ Տեսնում եք ինչքան հետաքրքիր է։ Հիմա մի կողմ թնում ենք պիստակները։ Հիմա, ույ, sorry, մի քիչ կա այստեղ։
Հազիվ ենք գտնում բիստակ մեղկա։ Ահա, հիմա մի քիչ ցամիդից կդրելու եմ։ Ու սկսում ենք զարդարել մեր բուրատաների վերևի մասերը։ Բայց եթե սակոնը ստեղ է, իսկ սակոնը ստեղ չի, իմ արածը ոնց որ ում համար է։ Այսպես մեր ոնց որ զանգակների գլխին ավելացնում ենք սամիտները։ Սենց հատիկ առ հատիկ, այսպես։ Ավելի լավ է որ գլխիկներին վրա տնենք, այսպես։ Okay. Հիմա գնանք բերենք հացիկները ու շարունակենք։ Իմ ուզած կարմրությունը իրականում։ Այսպես հացիկները ամենեկ բուրատային և մույս բուրատային մեջտեղը թնում ենք։ Մի քիչ դեղ բացելով երևի, որ սիմետրիկ լինի։ Okay. Հիմա բալսամիկն եք դնում։ Ահա, և մեր այսօրվա աղցանը արդեն պատրաստ է։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր հետաքրքիր աղցանը պատրաստ է, տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում, համով հետաքրքիր, դենց հարուստ համերով, սոսը հետաքրքիր, իրա վրա դենց ընգույզ եղենը արդեն իրան ավելի հարստացնում է, դե նուրը իհարկե ավելի է հարստացում և համային և քույներով։ Հիմա պետք է փորձեմ, բայց առաջ որ փորձեմ չմոռանաք հետևել մեզ, մեր էջերին, Համի Կախնիկ Facebook և Instagram և բաժանորդագրվել մեր YouTube անալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի բաղադրատոմս այս օրերին, որովհետև ամեն մի բաղադրատոմս արդեն հարկի է և ձեր համար և մեր համար։ Եվ իհարկե բոլոր բաղադրատոմսերը կամ բոլոր օրերը։ Եվ անշուշտ ամեն օր ժամը 9 և ժամը 17:00 կհանդիպենք և կհամտեսենք։ Հիմա համտեսում ենք։ Հիմա ինչպես ենք ուտելու, ես ինչ եմ այս հացերը պատրաստել, վերցնում ենք ստեղից մի հատ, ավելի ճիշտ մի հատը շատ կլինի, բուրատան կտրում ենք, տեսեք հելը, վերցնում ենք, սենց, կարանք ավելի ճիշտ այսպես անել, ու իրա վրա մի քիչ ես ապրանքներից տնել, ու ուտել, այնպես ուտել, որպեսի հարմար լինի։ Oh my god։ Պանիրի կոմբինեյշնը, սոսի կոմբինեյշնը, ֆստխը, այսինքն պիստակը, նուրը, ամեն ինչ իդեալական։ Կարող եմ մի քանի հատ էլ դենց արգուլա կամ ռուկոլա տնել ու ուտել։ Դե ինչ, ինձ բարեխորհուրդ, ձեզ բարեխորհուրդ, դուք էլ պատրաստեք եւ վայելեք այս համովությունը։ Վաղ կհանդիպենք։